Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումից հետո երկրորդ փուլն են անցել Արմեն Խաչատրյանը եւ Վիլեն Գաբրիելյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով առաջադրվել էր որպես Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Հարցին չի նեղսրտել, որ իրեն չեն ընտրել, Միքայելյանը պատասխանել է. ոչ, իմ կարգի մարդը կարող է նեղված լինել։ Լրագրողը հետաքրքրվել է, քանի ձայն է ստացել նա, որին ի պատասխան ԵԿՄ նախագահն ասել է ուշադիր չի եղել, բայց եղել են քվեարկողներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը եղել է երկար եւ բովանդակալից, որի ընթացքում կողմերը մի շարք հարցերի շուրջ եկել են ընդհանուր ըմբռնման։ Ռուսաստանի Դաշնության նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհի մասին եւ շարունակելու ենք այն առավել եւս հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին, ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չպատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվի մի իրավիճակում, երբ այլ ընտրանքներ չունենա։ Հայաստանը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլ ընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել է նաև արտահանման խնդիրներին, նշելով, որ դրանք վերաբերում են ոչ թե միայն Հայաստանին, այլ ամբողջ Եվրասիական տնտեսական միությանը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում իրեն չի շնորհավորել պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, չի ուզել, չի շնորհավորել, ասել է Փաշինյանը, ապահավել Ռուսաստանի Դաշնության նախագահն ինձ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում, թե բա այդ դեպքում ինքնում հետ էր խոսում։ Փաշինյանը նաև հաստատել է տեղեկությունները, որ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար։ ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի կողմից առերևույթ հայհոյանքներ հնչեցնելու դեպքով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։ Մենք պետք է պայքարենք, որ փողոցում հրապարակային սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողների նկատմամբ իրավապահները դրսևորեն միանման պահվածք, անկախ այդ անձանց կարգավիճակից, այսպասին հայտնել է Դանիել Յոհաննիսյանը։ Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում, այս մասին հայտնել է ռեկտոր Գոռ Վարդանյանը։ Շնորհակալություն ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին անվերապահ վստահության եւ միաձայն քվեարկության համար, շարունակելու եմ նույն պատասխանատվությամբ եւ նվիրումով աշխատել մեր եզակի տեխնոլոգիական կրթահամալիրի զարգացման ու առաջընթացի համար, նշել է Վարդանյանը։ Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոշկովայի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում Վարդավառի տոնին հայերի նկատմամբ սոցցանցերում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար, այսպասին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնել է ոտ տակ պարբերականի հարցմանի պատասխան։ Քրեական հետապնդման հիմք է դարձել բլոգերի հրապարակած տեսանյութը, որտեղ նա քննադատել է Վարդավառի տոնը եւ վիրավորել հայերին, ինչը լայն արձագանք է առաջացրել ինչպես հայ օգտատերերի, այնպես էլ ռուսական համայնքի մի մասի շրջանում։ Հուլիսի 14-ին հրապարակված տեսանյութում նա քննադատել էր Վարդավառի ընթացքում մարդկանց ջրելու ավանդույթը, այն անվանելով անտակտ եւ ագրեսիայի դրսեւորում։ Հետագայում հրապարակած տեսանյութերում նա ցույց էր տվել, թե ինչպես են տոնի մասնակիցները ջրում իրեն, ինչից հետո հայտարարել էր, որ հայերը առնետային ժողովուրդ են եւ դժգոհել, որ ջրելու հետևանքով վնասվել են իր հագուստները։ Իրանն առաջիկա շաբաթների ընթացքում կստանա չինական արտադրության մինչև 400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի առաջին խմբականակը։ Աղբյուրների տվյալներով 60-70 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը նախատեսում է QW-12 եւ FN-16 տեսակի մարդատար հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում։ Ռուսաստանի Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել է. տարածաշրջանի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Նրա խոսքով մի քանի հատ սխոցվել է դեռևս տարածաշրջանի սահմաններին մոտենալու ընթացքում։ Նահանգապետը նշել է, այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան, իսկ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Ֆինլանդիա 2027 թվականից կդադարեցնի այն էլեկտրահաղորդման գծերի սպասարկումը, որոնցով անցնում է Ռուսաստանի արտասահմանյան ինտերնետ տրաֆիկի մի մասը։ Ֆինգրիդը համապատասխան նախազգուշացումն է ուղարկել ռուսական կապի օպերատորներին։ Աղբյուրների փոխանցմամբ նախատեսվում է ապամոնտաժել հենասյուները եւ կտրել մանրաթելային օպտիկական կապի գծերը, քանի որ դրանք սպասարկելը դարձել է ոչ շահավետ։ Փորձագետների գնահատմամբ դա կարող է նվազեցնել ցանցի պահուստային հնարավորությունները եւ որոշ հատվածներում ազդել արտասահմանյան ինտերնետ ծառայությունների վրա։ Միաժամանակ նշվում է, ռուսական օպերատորները արդեն քննարկում են այլ ընտրանքային երթուղիների օգտագործման տարբերակները։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թրամփին հայտնել է Իսրայելը սեփական նախաձեռնությամբ հարվածներ չի հասցնի Իրանին առանց Վաշինգտոնի համապատասխան համաձայնության։ Միաժամանակ նա ընդգծել է Իրանի կողմից հարձակման դեպքում Իսրայելը իրեն իրավունք է վերապահում պատասխան հարվածներ հասցնել։ Վերջինս նաև հայտարարել է Իսրայելը կշարունակի ԱՄՆ-ին տրամադրել Իրանի վերաբերյալ նոր հետախուզական տվյալներ։ Նրա խոսքով իրանական հարցում Իսրայելը լիովին վստահում է Վաշինգտոնի եւ կաջակցի Թրամփի ցանկացած որոշման։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոստինյակ-Կամիշը հայտարարել է. ներկայումս չկան գնահատականներ, որոնք վկայ են Ռուսաստանի կողմից Լեհաստանի վրա լայնածավալ հարձակման վտանգի մասին։ Նրա խոսքով նման սցենարներ, ինչպիսին Ուկրաինայում ընթացող պատերազմն է, այս պահին չի կանխատեսվում։ Միաժամանակ նախարարը մեղադրել է Ռուսաստանին նոր սադրանքներ, դիվերսիոն գործողություններ եւ քարոզչական արշավներ նախապատրաստելու մեջ։ Reuters-ը հղումանելով աղբյուրներին հաղորդում է, Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի հեռախոսները կարող են առգրավել անվտանգության նկատառումներից ելնելով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը մտահոգված է զինվորների կողմից համացանցում հրապարակվող տեսանյութերը կարող են օգնել Իրանին բացահայտել ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը։ Ծովակալ Բրեդ Քուփերը զինծառայողներին կոչ է արել կրկնապատկել օպերատիվ անվտանգության միջոցառումները եւ կանխել տեղեկատվության արտահոսքը։ Աղբյուրների փոխանցմամբ հատկապես Հորդանանում ծառայող զինվորականները, որոնք վերջին շրջանում հաճախակի հարվածների են ենթարկվել, կարող են առաջիկա օրերին ստանալ իրենց հեռախոսները հանձնելու հրաման։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմ։ Նրա խոսքով, մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը ռուսական հասարակությունը հանգիստ էր, իրեն հարմարավետ էր զգում եւ ընդհանուր առմամբ գոհեր կյանքի մակարդակից։ Լավրովը պնդել է, արևմուտքը փորձել է հասարակության մեջ դժգոհություն ձևավորել իշխանությունների նկատմամբ եւ պատրաստել տարբեր սադրանքներ։ Նա ընդգծել է, այդ գործողությունները դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ տարվող պայքարի մի մաս։ Եմենի Անսար Ալլահութիական շարժումը քննարկում է Կարմիր ծովի հարավային հատվածով անցնող առևտրային նավերից վճար գանձելու հնարավորությունը։ Աղբյուրների տվյալներով նման որոշման վերջնական ժամկետ դեռևս սահմանված չէ։ Ավելի վաղ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակման մասին՝ ի պատասխան Սանայի օդանավակայանի հրետակոծության, ինչից հետո հաղորդվել էր Բաբ էլ-Մանդեբի նեղուցով առևտրային նավագնացության ծավալը նվազել էր 56%-ով։ Դատախազը հաստատել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսների եւ ամենայն հայոց կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել դատարան։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ դատարանը որոշել է, որ Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Նաթան arczepiskopos Հովանիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ դատավոր Անի Դանիելյանն էլ կայացրել էր որոշում, ըստ որի ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի, սակայն որոշումներն ի կատար չեն ածվում։ Հիշեցնենք, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոս մեղադրյալի կարգավիճակում են, նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ եւ Ջալալ Հարությունյանն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտում, այսինքն ավելի մեղմ պայմաններում։ Այս մասին հայտնել են դատական դեպարտամենտից։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչվել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ, երկու անշարժ գույքի գնման իրավունք 3 միլիոն 84 965 ԱՄՆ դոլարով եւ 985 միլիոն 190 հազար 729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր ավելի քան 1 միլիոն 405 հազար 59 դոլարի եւ 200 միլիոն դրամի ավանդ։ Գումարային պահանջը կազմում է 19 միլիարդ 561 միլիոն 949 հազար 303 դրամ, ինչպես նաև 502 միլիոն 359 հազար 121 դրամ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Սարուկյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Քթաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում եւ այլ անշարժ գույքեր։
Ըստ դատախազության պետք է բռնագանձվի 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Multigroup Concern ՍՊԸ, Multi-Avtotranс ՍՊԸ, Onira Club ՍՊԸ եւ այլ իրավաբանական անձինք։ Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար 226 դրամ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոփյանը հիշեցրել է դատախազության բավարարված միշտորդության մասին, համաձայն որի որպես հայցի ապահովման միջոց Արարատցեմենտ փակbaşնետիրական ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը։ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Քաչատրյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Mega Sport ՍՊԸ, Mega Food ՍՊԸ, 14 շարժական գույք, 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմ սեր, 174.210 ԱՄՆ դոլար ավանդ, 23.81.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 դրամի եւ 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, 17.461.537.781 դրամ։ Նիկոլ Փաշինյանը եւ բազմաթիվ ԿՊԱ-ականներ ժամանել էին քաղաքացիական պայմանագրի գրասենյակ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունն ընտրել է ազգային ժողովի հանձնաժողովների նախագահի թեկնածուներին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ընթացքում ընտրվելու են ազգային ժողովի հանձնաժողովների նախագահի թեկնածուներ։ Քաղաքացիական պայմանագրի նիստի մեկնարկից առաջ լրագրողները վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել էին իր պաշտոնանկության մասին շրջանառվող տեղեկություններից։ Արայիկ Հարությունյանը հեգնանքով արձագանքել էր կրկնելով Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։ Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հաղորդում է. Թրամփը Բենյամին Նեթանյահուին Վաշինգտոնում ընդունել է ոչ այնքան ջերմթնոլորտ տոմ։ Ըստ հրապարակման Իսրայելի վարչապետը երկար ժամանակ փորձում էր կազմակերպել այս հանդիպումը, սակայն ԱՄՆ ժամանելիս ունեցել է ավելի քիչ քաղաքական ազդեցություն, քան նախորդ այցերի ընթացքում։ Թերթի տվյալներով Թրամփի դժգոհության պատճառներից մեկը Իրանի դեմ ռազմական գործողությունների երկարաձգումն էր, որը տևել է ավելի երկար, քան նա ակնկալում էր։ Միևնույն ժամանակ բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է. Ունեցել է շատ լավ հանդիպում, իսկ Նեթանյահուն այն անվանել է ԱՄՆ նախագահի հետ ունեցած լավագույն հանդիպումներից մեկը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռաթիր Ջայսվալը հայտարարել է. BRICS-ի սեպտեմբերյան գագաթնաժողովին կարող են մասնակցել ոչ միայն անդամ երկրները, այլև մի շարք գործընկեր պետություններ։ Նրա խոսքով ներկայում ձևավորվում է միջոցառման վերջնական օրակարգը եւ մասնակցության վերաբերյալ որոշումները կհրապարակվեն ավելի ուշ։ Վերջինս նշել է նախարարական մակարդակով արդեն ընթանում են մի շարք հանդիպումներ եւ տեխնիկական բանակցություններ։ Նա նաեւ չի բացառել, որ գագաթնաժողովում կքննարկվեն BRICS-ի տնտեսական համագործակցության նոր ուղղությունները։ BRICS-ի 18-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Դելիում սեպտեմբերի 12-ից 13-ը։ Ճապոնիայի Կյուսու կղզում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Վարչապետ Սանայե Տակայիչին հայտարարել է. Իշխանությունները շարունակում են փրկարարական աշխատանքները եւ ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները մարդկանց որոնելու համար։ Երկրաշարժի հետևանքով լուրջ վնասներ են գրանցվել Կումամոտո պրեֆեկտուրայում, որտեղ փլուզվել են շենքեր եւ արդյունաբերական օբյեկտներ։ Փրկարարները շարունակում են որոնել անհետ կորածներին, իսկ մի շարք տուժածներ գտնվում են ծանր վիճակում։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել պահպանել զգոնությունը հետցնցումների վտանգի պատճառով։ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը հայտարարել է. Ուկրաինան կարող է պատրիոտ հրթիռների արտադրությունը կազմակերպել ոչ թե իր տարածքում, այլ Լեհաստանում։ Նրա խոսքով պատերազմի պայմաններում նման գործարանի կառուցումը Ուկրաինայում չափազանց վտանգավոր կլինի։ Նախարարը նշել է, Լեհաստանը պատրաստ է այս նախագիծն իրականացնել Կիևի հետ համատեղ։ Վարշավան համոզված է համատեղ արտադրությունը կուժեղացնի ինչպես Ուկրաինայի պաշտպանունակությունը, այնպես էլ տարածաշրջանային ռազմաարդյունաբերական համագործակցությունը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին մեղադրանքի առաջադրվել ահաբեկչական գործողությանը աջակցելու հոդվածով եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ ԱԴՑ-ի պնդմամբ Messenger-ի ադմինիստրացիան չի հեռացել այն ալիքներն ու բոտերը, որոնք ըստ ծառայության օգտագործվել են ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների կողմից դիվերսիոն գործողություններ եւ կիբերհարձակումներ կազմակերպելու համար։ Որպես օրինակ նշվում է Da Vinci chatbot-ը, որի միջոցով ԱԴՑ-ի
տվյալներով երիտասարդներ ներգրավել է աբեկչական գործողություններում։ Դուրովը բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, որը հանձնում է Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող անձանց։ Կեյկո Ֆուջիմորին պաշտոնապես ստանձնել է Պերուի նախագահի լիազորությունները, երդվելով կոնգրեսի առաջ եւ ղեկավարելով երկիրը մինչեւ 2031 թվականը։ Նա հայտարարել է առաջնահերթ նպատակներն են քաղաքացիների անվտանգության ապահովումն ու ներդրողների վստահության վերականգնումը։ Վերջինս ձեռնարկատերերին կոչ է վստահել Պերուին ներդրումներ կատարել եւ ստեղծել նոր աշխատատեղեր, խոստանալով իրավական կայունություն։ Նոր նախագահը վստահեցրել է տնտեսական վերականգնումն ու անվտանգությունը լինելու են իր կառավարման առանցքային ուղղությունները։ Զելենսկին հայտարարել է. Դոնալդ Թրամփը Եվրոպան եւ Ուկրաինան ցանկանում են ավարտել պատերազմը, սակայն Վլադիմիր Պուտինը հրաժարվում է նույնիսկ ժամանակավոր հրադադարից։ Նա նշել է. Կիևը ամեն օր առաջարկում է գոնե սահմանափակ ժամկետով դադարեցնել կրակը, որպեսզի դիվանագետները կարողանան բանակցել։ Զելենսկու խոսքով Պուտինի մերժումն է այսօր խաղաղագործընթացի գլխավոր խոչընդոտը։ Նա ընդգծել է. այդ պատճառով անհրաժեշտ է պահպանել կոշտ դիրքորոշումը եւ շարունակել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը նաեւ կարեւորել է պատժամիջոցների ուժեղացումն ու Լինսի Գրեհեմի նախաձեռնած օրինագիծը։ ԱՄՆ Սենատը ընդհանրակարգային քվեարկությամբ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ նախատեսող օրինագծի հետագա քննարկմանը։ Պոլիտիկոյի տվյալներով նախաձեռնությանը կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ 12-ը, ինչը վկայում է, որ փաստաթուղթը մեծ հավանությամբ կհաստատվի նաև վերջնական քվեարկությամբ։ Դեռ հայտնի չէ, թե երբ այն կներկայացվի վերջնական ընդունման, սակայն դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։ Այնուհետև Սենատը կդադարեցնի աշխատանքը մինչև սեպտեմբեր, իսկ ներկայացուցիչների պալատը հարցը կքննարկի միայն արձակուրդից հետո։ Իրանը հայտարարել է որևէ կապ չունի Սաուդյան Արաբիայի դեմ իրականացված հարձակումների հետ։ Ռազմական աղբյուրը նշել է նման մեղադրանքները տարածաշրջանային իրավիճակի սխալ գնահատման հետևանք են։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր. երկրի հոբ համակարգերը խոցել են Իրաքի տարածքից արձակված մի քանի անօդաչու թռչող սարքեր։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է. ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ուժերը համատեղ ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրաքի տարածքում գտնվող Իրանի հետ կապված խմբավորումներին։ Թիրախավորվել են Իրաքի արևելքում տեղակայված մի շարք լոգիստիկ կենտրոններ եւ զենքի պահեստներ։ Ամերիկյան կողմի պնդմամբ այդ կառույցները կապված են եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ եւ պատրաստվում էին հարձակումներ իրականացնել ԱՄՆ ուժերի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։ Հաղորդվում է գործողությունը պատասխանել վերջին 72 ժամում արձակված ավելի քան 30 անօդաչու թռչող սարքերի։ Հարվածներն իրականացվել են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու նպատակով։ Առավոտյան իր տնից ձերբակալվել է գյումրեցի մտավորական ազատամարտիկ Արա Նախշքարյանը հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ԱՆ-ն։ Նշենք, որ Արա Նախշքարյանը Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության անդամ է, նա մասնակցել է վերջին խորհրդարանական ընտրություններին որպես Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու։ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson ինստիտուտում քննարկելու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները, այս մասին հայտնել են դեսպանությունից։ Hudson ինստիտուտի Մերձավոր Արևելքում խաղաղության եւ անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունների ընթացիկ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին եւ համագործակցության նոր հնարավորություններին։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգել է 19-ամյա ժամկետային զինծառայողեցեցի ենթարկվել։ Քիչ առաջ ահազանգ ստացավ, որ դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող ԱՀ-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Մայրը որդու տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված հալյուցինացիաների մեջ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ հոգեկան առողջական խնդիրներով, դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում հուլիսի 22-ին մոտ 1 շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հալուցված եւ կարծես չեն էլ պատրաստվում հարուցել, որ տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է, հայտնել է Ալեքսանյանը, նշելով, որ դեպքին արձագանքելու խնդրանքով դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Սակայն ավելի ուշ դեպքին արձագանքել է Պաշտպանության նախարարությունը եւ հայտնել, որ տարածված տեղեկությունները սուտ են։ Պաշտպանության նախարարությունը հերքել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հայտնած տեղեկությունը եւ նշել, զինծառայողը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով։ Պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ, տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով։
Հուլիսի 28-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասերյանը վերջին շրջանում բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ֆոնին այցելել է բանակային զորամիավորում, որտեղ հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի, հրամանատարներին եւ բանակային դիրքերի ավագներին։ Հանդիպման առանցքում եղել են ստորաբաժանումներում ծառայողական պատասխանատվության բարձրացման, կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանման, ենթականների նկատմամբ հրամանատարական հոգատարության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդման հարցերը։ Անդրադարձել են նաեւ զինված ուժերում բարոյա հոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարեւորությանը, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 տարբեր որոշումներով 600,000 դրամի չափով վարչական տուժի է ենթարկել ուժը հայրենիաց կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արձաքանցյանին։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Պատճառն այն է, որ Տիգրան Արձաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ, ինչպես նաև 2023 եւ 2024 թվականների գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է վարչական տուժ 200,000 դրամի չափով։ Նշվում է, որ Արձաքանցյանը ծանուցվել է, սակայն այդպես էլ չի ներկայացրել հայտարարագրերը։ Հուլիսի 28-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների Արայք Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի եւ մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ վերաքննիչ բողոքների շրջանում ելույթներն ավարտվել են։ Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Հորդանանի տարածքում գտնվող ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ռազմաբազային եւ շտաբին։ Իրանական կողմի պնդմամբ հարվածն իրականացվել է մի քանի բալիստիկ հրթիռներով։ Հայտարարության մեջ այլ մանրամասներ չեն ներկայացվում հնարավոր վնասների կամ զոհերի վերաբերյալ։ Տեղեկությունը հիմնված է բացառապես իրանական պաշտոնական աղբյուրների հաղորդման վրա։ Ռուսաստանի Ռիազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտարարել է. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման ընթացքում հարված է հասցվել Wildberries-ի լոգիստիկ համալիրին։ Նրա խոսքով հոբ համակարգերը հետ են մղել հարձակումը, սակայն ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Wildberries ընկերությունը հայտնել է, պահեստի աշխատակիցները տարհանվել են անվտանգության կանոններին համապատասխան։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է. Օմանն առաջարկել էր ականազերծել Հորմուզի նեղուցի հարավային երթուղին, սակայն Թեհրանը մերժել է այդ նախաձեռնությունը։ Նրա խոսքով որոշումը պայմանավորված էր նեղուցի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու ցանկությամբ։ Ղարիբաբադին ընդգծել է Իսլամաբադում ստորագրված հուշագրի համաձայն Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու ականազերծումը բացառապես Իրանի իրավասության ներքո են։ Նա նաև նշել է նեղուցը նախապատերազմյան վիճակին վերադարձնելը այլևս անիրատեսական է։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. Ռուսաստանում նոր զորահավաքի մասին խոսակցությունները հակառակորդի քարոզչության մի մասն են։ Նրա խոսքով նման տեղեկությունները նպատակ ունեն ընտրություններից առաջ ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը։ Վերջինս նշել է, այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում շուրջ 200,000 մարդ պայմանագիր է կնքել Ռուսաստանի զինված ուժերի հետ։ Նա վստահեցրել է, բանակի համալրման գործընթացը շարունակվում է պայմանագրային հիմունքներով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Թեհրանը Ուկրաինայից պահանջում է փոխհատուցում իրանական առևտրային նավի վրա կապված միջադեպից հետո։ Նրա խոսքով Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան վստահեցրել է. հարձակումը միտումնավոր չի եղել եւ Կիևը չի ձգտում իրավիճակի սրացման։ Արաղչին նշել է, Իրանը նույնպես շահագրգռված չէ լարվածության աճով, սակայն իր քաղաքացիների կամ ազգային շահերի դեմ ցանկացած գործողություն անընդունելի է։ Նա ընդգծել է, պատճառված վնասը պետք է ամբողջությամբ փոխհատուցվի։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցում հարվածել եւ կանգնեցրել է 3 նավթատար նավ։ ԻՀՊԿ-ն պնդում է նավերը շարունակել են երթևեկել անվտանգ եւ անօրինական ճանապարհով, անտեսելով իրանական նախազգուշացումները։ Իրանի կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցով տարանցման վերաբերյալ ԱՄՆ-ի անօրինական հրահանգներին հետևող ցանկացած նավի գործողությունները անպատասխան չեն մնա։ ԻՀՊԿ-ն ընդգծել է տարածաշրջանում իր պահանջները չկատարող նավերը շարունակելու են հայտնվել թիրախում։
Իրանի խորհրդանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա Հոսեյն Մալեքին հայտարարել է. Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման ռազմական պատասխանը անպայման կհետևի։ Նրա խոսքով Թեհրանը նախ արձագանքել է դիվանագիտական ուղիներով, ներկայացնելով վերջնակիր, սակայն այժմ հարցը քննարկվում է նաեւ ռազմական մակարդակով։ Մալեքին նշել է. Իրանի զինված ուժերն արդեն օրակարգում ունեն Կիևին պատասխան գործողությունների տարբերակները։ Նա ընդգծել է, որ Իրանը նման միջադեպերը անպատասխան չի թողնի։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է. Թեհրանը երբևէ չի դիմել ԱՄՆ-ին բանակցություններ կամ հրադադար խնդրելու համար։ Նրա խոսքով վերջին օրերին Դոնալդ Թրամփի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հենց ամերիկյան կողմն է նախաձեռնել շփումները։ Ղարիբաբադին ընդգծել է հակամարտության նոր փուլի ընթացքում Իրանը որևէ պահի չի դիմել Վաշինգտոնին նման առաջարկով։ Նա նաև նշել է, Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ անկախ ստեղծված իրավիճակից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անցկացված հանդիպումն իր քաղաքական կարիերայի լավագույններից մեկն էր։ Նրա խոսքով բանակցություններն անցել են լիակատար գործընկերության եւ փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Նեթանյահուն նշել է, կողմերը վերահաստատել են Իրանի միջուկային զենք ձեռք չբերելու ընդհանուր նպատակը եւ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Նա նաեւ ընդգծել է, հանդիպմանը մասնակցել են երկու երկրների բարձրագույն պաշտոնյաները, ինչը հնարավորություն է տվել համակարգել կարևոր որոշումները։ Վարչապետի խոսքով ձեռք բերված փոխըմբռնումը կարևոր նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար։ Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ միջազգային օրակարգի լայն շրջանակի հարցեր։ Ուկրաինական թեմայի շուրջ Լավրովը ներկայացրել է ռուսական կողմի գնահատականները եւ հայտարարել. Կիևին սպառազինության մատակարարումների շարունակությունը անընդունելի է։ Նա նաեւ վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը, հիշեցնելով Անկորիջում ներկայացված առաջարկների մասին։ Հայաստանի վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքից ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի Տիկինը բռնության զոհ դառնա, ասել է նա։ Աննա Հակոբյանի հայտարարությունից անմիջապես հետո գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ընթացք է տրվել Նիկոլ Փաշինյանի կնոջ հրապարակմանը։ Ազգային ժողովի ԿՊԱ պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի նախաձեռնված քրեական վարույթը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում եւ վստահություն է հայտնել, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։ Նա ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, իսկ բոլոր հանգամանքները պետք է գնահատվեն բացառապես իրավական հարթությունում։ Կոնջորյանը նաեւ հերքել է դեպքը իր անվան հետ կապող քաղաքական շահարկումների եւ հայտնել, որ զրպարտություն տարածողների դեմ դատական հայցեր է ներկայացնելու։ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Ճամբարակ համայնքի հողամասի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքների կիրառման պահանջներով։ Հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 21-ի վճռով գլխավոր դատախազության հայցը բավարարվել է։ Վճռով անվավեր է ճանաչվել Ճամբարակ համայնքի կողմից իրականացված աճուրդը եւ որպես աճուրդի անվավերության հետևանքով անվավեր են ճանաչվել Ճամբարակ համայնքի եւ ֆիզիկական անձի միջև 2013 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ճամբարակ համայնքին կվերադարձվի հողամասը։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 29-ի եւ 30-ի ցերեկը 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հուլիսի 29-ից 31-ը օգոստոսի 1-ից 2-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։